Այսօրվա հաճելի նախաճաշս լորվա բարիքներով, պոպոկ, պնդուկ, սրանք չգիտեմ լորվա են թե չէ, անարատ կաթ, տեսեք ինչ մի մատ սերուցք է երեսին, ընտիր, համը արտակարգ, խաղողն էլ ճիշտն ասած չգիտեմ որտեղից է, կարագն էլ էլի լորվա, ընտիրություն, հավեսա, երբ որ քո սրտի բաներ ա լինում սեղանիդ, քո սրտի ուզած համեղություններն ա դրվում սեղանին, սանահինի կաթա, ես հլը չեմ տաքացրել, տաքացնելու եմ նոր խմեմ, 3 եմ վերցրել, ընտիրություն ա ուղակի, հրաշք ա լորին, ջուրը ես խմում եմ ֆիլտրած, տեսեք, հատուկ սարքը սեղանին դրված, առանց ֆիլտրելու չեմ խմում ջուրը, ինչև անգամ սուպիկներ կամ ասենք մյուս տեսակի կերակուրները պատրաստելիս, ինչի մեջ ջուրը եմ օգտագործում, ես պարտադիր ֆիլտրած ջրից եմ լցնում, որովհետև ջուրը, մաքուր ջուրը շատ կարևոր է մեր առողջության համար և իհարկե էկոլոգիապես մաքուր այս հրաշք կաթը, որ ես հիմնականում շաբաթը 2 անգամ վերցնում եմ, ջրի մասին ուզում էի ասել, որ ջուրը, որովհետև անցնում է, հայերեն չգիտեմ ոնց ձևակերպեմ, через водопровод գալիս մեզ է հասնում ու ճանապարհին էլի ինչ-որ բաներ է հավաքում, կոնկրետ մեր շենքերի խմելու ջուրը Ստեփանավանից է գալիս, Ստեփանավանի Ագարակ գյուղից է գալիս, ասում են Ագարակի ջուր, շատ լավն է, բայց քանի որ այդ խողովակաշարը, արդեն կարծես թե կարողացա հայերեն ձևակերպեմ, շատ վաղուցվա են, տասնյակ տարիների, դրա համար մինչև տեղ է հասնում, համը բավականին փոխվում է ու իր ջրի կառուցվածքը փոխվում է, դրա համար ես նախընտրում եմ ֆիլտրած ջուր խմեմ և իմ առողջությանը հետևեմ, դուք էլ հետևեք ձեր առողջությանը, պակա, այսօր այսքանը։